Ճիշտ է, բարբերաբար հաղորդում եք, որ դրանք ուղղված չեն Հայաստանի Հանրապետության զինվորին, բայց ես էլ հարցս ավարտեմ, եթե կարելի է, բայց տեսամ, որ Սյունիքում կոնկրետ հենց բնակավայր եւ կոնկրետ հենց տուն էր դուժել, այսինքն դրանք նաեւ ուղղված են։ Ինչ է կանում։ Առաջինը մենք բաց ենք եւ լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ եւ օբյեկտիվ։ Այսինքն, երբ որ կա խնդիր, մենք ներկայացնում։ Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան։ Մարդիկ խոսում են ամբողջ գիշեր, ժամերով կրակելու մասին։ Եվ ըստ էության, որ դուք ասում եք անհասցե կա, մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Իսկ կուտակումներ կան։ Այս պահին ոչ, եթե նման խնդիր ծագի, բնականաբար Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը անվտանգային եթե մեր պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծեմ որ պատուհաններ վնասվել, գայլերը նախարարության հաղորդագրության մեջ խոսվում է, որ կրակոցները վտանգավոր չեն։ Հիմա երբ որ կրակում են կոնկրետ հասցեական պատուհանի ուղղությամբ, դրա մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն։ Նպատակը ո՞րն է կրակոցները, պարոն Սարգսյան։ Ինչ նպատակով է Ադրբեջանը կրակում։ Բնականաբար ասում են, որ ավելի ինտենսիվությունը ավելի շատացել է կրակոցների եւ աշխարհագրությունն է։ Այսինքն սակավաթիվ Յազորությունների և բարձականիչականացելու բնականաբար կատարում էր իրենց աշխատանքը և առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է այս պահին ես նորից ցանկանում կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է և որևէ խնդիր ծագելու պարագայում մենք իսկ նպատակը ո՞րն է, նպատակը հայրենական զորավարությունների շտաբում են զորավարությունների մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն, որը դիմել վերաբում է այդ զորավարությունների հասկացման